լսենք մեր քարոզչին։ Շնորհակալ եմ։ Անուն Հոր եւ Որդու եւ Հոգուին Սրբո, ամեն։ Սիրելի ուխտավորներ, ձեր բոլորի ուխտը ինչ նպատակ որ ունեցել եք թող Աստված կատարածած։ Այսօր ճիշտ ասած որոշել եմ ես իմ մտքով որ սիրո մասին պիտի խոսենք, բայց սիրո մասին խոսել ես հետո հասկացա ասելուց հետո որ շատ դժվար եւ շատ հետաքրքիր թեմա է որ պիտի խոսող այնքան զորավոր լինի հավատքի մեջ որ կարողանա այդ ամեն ինչի մասին խոսի բայց մենք մի քիչ թեթև կվերցնենք որպեսզի բոլորիս էլ հասկանալի լինի ուրեմն մեր Տեր Աստված այնքան սիրեց մեզ աշխարհը որ իր աստեղծածն էր ամեն բան քանի որ Ադամից եւ Եվայից մենք ունեցանք արդեն այդ վայելչությունը մեր ամեն բան որ տվել էր Աստված մեզ որ Եդեմական պարտեզը ամբողջությամբ ասեց օգտվեք ամեն ինչից մենակ պատվիրեց որ մի ծառից պիտի չօգտվենք չօգտվեցին բանը սատանան խաբեց մարդուն ու այդպես ընկանք մեղքի մեջ Աստծո սերն էլ այնքան շատ էր որ իր որդուն ուղարկեց մեր մեղքերը մաքրելու փրկելու մենք էլ հավատացյալներս պիտի այնքան զորավիտ լինենք հավատքի մեջ որ կարողանանք ճիշտ պահենք մեզ աշխարհի վրա եւ մեր հոգեվոր կյանքում որտեղ մենք յուրաքանչյուրս օրինակ ենք աշխարհի բոլոր մարդկանց համար որպես քրիստոնյա եւ որպես հոգեվոր մարդ որպեսզի դաստիարակվեն եւ կրթվեն այն վերաբերմունքից ինչը որ մենք ցույց կտանք որովհետեւ մարդկանցից շատերը Աստվածաշունչ չեն կարդում շատ բաներ չգիտեն բայց որ լսում են հոգեվորական այսքո շարժումները տեսնելով իրենք շատ բաներից մեզանից ինչ որ բաներ պիտի սովորեն ամեն դեպքում կուզեի խոսեի սիրո մասին սերը ամենակարևոր կյանքում բաներից մեկն է որ երբ որ կա հավատը հույսը սերը ամենաբարձր դիրքում է մեր համար բոլորիս համար որպեսզի մենք կարողանանք մեկս մեկը սիրենք եթե մեկս մեկի չսիրեցինք չհարգեցինք չպատվեցինք եւ մեկս մեկի հոգսերով չավեցինք ոչ մի բան իրար օգնելու կամ նեղության ժամանակ նեղվելու ուրախության ժամանակ ուրախանալու որ մեր հավատքը պարապ կմնա եւ դրանով կուզեմ մի քանի բան նշեմ որ սովորական սերը որ մարդու մեջ չեղավ ընտանիքի նկատմամբ հենց սկսենք դիմացինի նկատմամբ էլ չի ունենա եթե ընտանիքում կա համերաշխություն սեր միություն եւ ամեն բան արդեն այդ մարդը տան ընտանիքից հետո իր շրջապատի ընկերոջ հետ կլինի հարևանի հետ կլինի գյուղացու բարեկամի բոլորի հետ սիրով կլինի եւ աստվածային սերը ամենահզոր սերն է որ մենք պիտի ունենանք մեկս մյուսին թե սովորեցնելու թե սովորելու ես այսօր եկեղեցում որ ծառայում եմ ես ամենափոքր հավատացյալն եմ եկեղեցու միջի մեր բայց սիրով եմ վերաբերվում բոլորին որովհետեւ մեծին փոքրին ես մեծերի հետ ուրիշ ձևով շփում փոքրերի հետ ուրիշ ձևով եմ շփում ամեն դեպքում Տեր Հիսուս աշակերտներին երբ որ հոգևոր կյանքից էր քարոզ կարդում, ասում սիրո մասին շատ բաներ ասեց վերջի ընթրիքի ժամանակ որ մեկդ մեկ սիրեք եթե սիրով չլինի այդ ամեն ինչը պարապ կմնա եւ ասեց ինչ որ ես արեցի դուք էլ նույնը արեք եւ խոսեք ինչ որ տեսար կամ լսեցիք նույնիսկ դուք խոսեք եւ ասեք ժողովրդին ինչ կուզեի ասեի այնքան բան կա ասելու մարդ շփոթության մեջ անգնում շատ ժամանակ չգիտի որտեղից սկսի որտեղից վերջացնի ամեն դեպքում իմ հիմնական ասելիքս այն որ մենք սիրով ենք իրար այն
որ թեթև բարև ես տալի անցնում ես, դրա մեջ սեր չեմ տեսնում։ Երբ որ գրկում ես, համբերում ես կամ ձեռքով ես բարևում, հալուկով ես արցնում մեկը մյուսին, դրա մեջ սերը արդեն կա։ Ուրեմն ամբողջ գիշեր, որ քնել ենք ուխտից առաջ ես որ քնել եմ, ամբողջ գիշերը քարոզ էի անում մտքիս մեջ։ Քարոզ էի անում, հետաքրքիր միտք էր գալի։ Հետաքրքիր բաներ էր առաջանում, որ պիտի խոսեի այսօր, հիմա մտքիցս գնացել է, ճիշտ է, նշումներ չարեցի, բայց ամեն դեպքում նշումները լանես, չանես մեկը, եթե մոռանում ես, տարիքն է հետ էլ ասում, ինչ էի ուզում ասեի, մեր Տեր հայրը այնքան մեզ սովորացրեց շատ բաներ, այնքան որ էլ ասելու չի։ Մեզ միավորելով, սիրով, հարգանքով եւ ամեն բանով աջակցում է, որպեսզի մեր հոտը, մեր հավատացյալները կարողանան իրար հետ շփվեն շատ լավ, ազատ, հանգիստ եւ ամենակարևորը սիրով։ Տեր ջան, որոշ բաներ հուշի ես, որ կողքից կարողանամ հետքես միացել։ Ստարտ ամեն։ Ասեցիր ամեն ինչ։ Ամենակարևորը սերն է։ Երբ որ սերը չլինի, ոչ մի բան չլինի, միաբան պիտի լինենք, բոլորս միասին, միաբան լինենք, թող Աստված մեր ազգին, մեր երկրին խաղաղություն տա, մեր զինվորներին հզորություն շնորհք տա, որ կարողանան այս ամեն ինչից կարողանան շատ լավ ձևով թե պատերազմի առումով, թե Աստված պատերազմի տա, խաղաղություն տա, բայց մենք էլ կարողանանք մեկս մյուսին պինդ ձեռքով բռնենք, որպեսզի թշնամին մեզ չկարողանա որևէ բանով վնասի։ Այս մեր պարակտումն է, որ մենք այսօր այս վիճակին ենք։ Եթե պարակտված չլինենք, մենք հզոր կլինենք ամբողջ օրի ազգով։ Անուն հոր եւ որդու եւ որդուին սրբով, ամեն, խառավորյալ նստեք, թող ամեն բան քո ուզածով լինի։ Ամեն։